Պատրաստենք շատ համեղ ֆունչոզա, որը կարելի է վայելել նաև պահքի շրջանում։ Եվ այսպես, ֆունչոզան տեղափոխենք խորը տարայի մեջ։ Վրան եռացրած ջուր լցնենք և սպասենք 30 րոպե։ Լցնենք քամիչի մեջ և պահենք սառը ջրի տակ։ Ապա թողնենք ջրքամվի, կտրատենք և դնենք մի կողմ։ Թավայի մեջ ծեծ լցնենք։ Նախապես լվանանք, չորացնենք սմբուկը և կտրատենք երկար բարակ ձողիկների տեսքով։ Իհարկե սա ըստ ճաշակի։ Ես կեղևը չեմ հեռացնում, դուք կարող եք հեռացնել։ Տեղափոխենք թավայի մեջ և դնենք կրակին։ Համեմենք աղով ըստ ճաշակի և ժամանակ առ ժամանակ խառնելով թողնենք սմբուկը ձեռք բերի ոսկեգույն երանգ։ Իսկ այդ ընթացքում պատրաստենք մյուս բաղադրիչները։ Քերիչով անցկացնենք գազարը, երկար բարակ ձողիկների տեսքով կտրատենք բուլղարական պղպեղը, կարող եք վերցնել ցանկացած երանգ ունեցող պղպեղ։ Եվ այս ամենը լցնենք թավայի մեջ։ Համեմենք աղով, խառնենք և թողնենք կրակին, մինչև բանջարեղենը փափկի։ Այնուհետև այստեղ ավելացնենք ֆունչոզան, սև և սպիտակ քունջութները, քերիչով անցկացված սխտորը և լավ խառնենք։ Թողնենք կրակին 1-2 րոպե, այնուհետև տեղափոխենք մատուցման ափսեի մեջ, վրան սոյայի սոուս լցնենք և վայելենք։